Արևի տակ ոչինչ նոր չէ։ Մաս առաջին։ Բոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում ազատ եկեղեցական եղբայրություն անունով եկեղեցական ընդդիմությանը։ Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ, պահանջում են վերացնել հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի ժողովրդինը։ Վերջապես եկեղեցին վերադարձնել հավատավորներին և հայ եկեղեցին սահմանափակել խորհրդային Հայաստանի սահմաններում։ Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Սուրբ Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղխորհրդի որոշմամբ տրվում է ազատ եկեղեցական եղբայրությանը։ Այս աղանդը երկար կյանք չի ունենում։ Դրա ղեկավար Աշոտի եպիսկոպոս Շախյանը 1927 թվականին մահվանից առաջ աղերսագիր է գրում Գևորգ 5-րդ կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը։ Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ։ Նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները։ Աղբյուրը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության և ազգային արխիվ։